Փառք Աստծո կարողացանք ինչ-որ ձևի փոխենք այդ միջավայրը եւ այսօր գին ենք առաջարկել աննախադեպ։ Շատ լավ, բայց գիտեք չէ, վատ նորություն ունեմ։ 1/3 մեր ժողովրդի մասնակիցների համար սա հասանելի քիչ չի, միևնույնն է հասանելի չի։ Իսկ եթե մենք չանենք սա լայնածավալ, ապա դա սկրինինգ չի լինի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է միայն ձեր հետ, միայն ձեր ուժով, ձեր մասնակցությամբ սա կարա քանակ դառնա։ Իհարկե, քանակի հետ գինն է փոխվելու։ Պրոմտեստ լաբորատորիայի տնօրեն Արթուր Մելքոնյանը խոսում է այսպես կոչված NIPT ոչ ինվազիվ նախածննդյան թեստի մասին, որը լաբորատորիան ձեռք է բերում ոլորտի առաջատար BGI ընկերությունից։ 2015 թվականին ընտրությունը կանգ էր առել այս ընկերության վրա, քանի որ այն արդեն 1 միլիոն հետազոտություններ արել, այսօր այդ թիվը հասել է 15 միլիոնի։ NIPT test is a screening test for NIPT թեստը հղի կանանց սկրինինգային հետազոտությունը սկսած հղիության 10-րդ շաբաթից։ It's a very simple test. Դա շատ պարզ թեստ է։ Մեզ անհրաժեշտ է հղի կնոջից արյան մի փոքր նմուշ, եւ մենք կկարողանանք վերծանել պտղի ԴՆԹ-ն արյան մեջ, որոշելու քրոմոսոմային խանգարումների ռիսկը։ Chromosome disorders for the fetus. BGI ընկերության նախածննդյան NIPT կոչվող թեստը թույլ է տալիս հայտնաբերել պտղի քրոմոսոմային անոմալիաները, այդ թվում տրիսոմիաները ավելի քան 99% ճշգրտությամբ։ Այն տեստը, որ մենք ներդրել ենք, իր մեջ ընդգրկում է Դաունի համախտանիշի, Պատաու, Էդվարդսի համախտանիշի հայտնաբերումը, նաև սեռական քրոմոսոմների խաթարումները։ Այս համախտանիշները բավականին ծանր հիվանդություններ են, որոնք կարող են հանգեցնել երեխայի ֆիզիկական եւ մտավոր խնդիրների ընդհուպ մահվան։ Քրոմոսոմային հիվանդությունները շատ ուժեղ կերպով ազդում են ոչ միայն ապագա երեխայի կյանքի, այլ նաև ընտանիքի անդամների կյանքի որակի վրա։ Այդ իսկ պատճառով այս հիվանդությունների կանխարգելումը կարևոր խնդիր է նաև պետությունների համար, որոնք շահագրգիռ են առավել առողջ հասարակություն ունենալու հարցում։ Այս տեստը կիրառելուց հետո կան այդպիսի հետազոտություններ, որ օրինակ քրոմոսոմային անոմալիաներով ծնվող պտուղների քանակը կտրուկ իջնում է, հասա նաև բեռնաթափում է ծախսերը առողջապահական։ Իմ երազանքն է, որ պետպատվերով կիրառվի այս տեստը, այսպիսով մենք կարողանանք չունենալ այդ քանակը ծնված երեխաների ախտահարված, որոնք հետո մեծ բեռ են հանդիսանում պետության համար։ Զարգացած շատ երկրներում NIPT թեստն ընդգրկված է նախածննդյան պարտադիր հետազոտությունների ցանկում, այն ներառված է միջազգային ուղեցույցներում։ Այս թեստը խորհուրդ է տրվում բոլոր հղի կանանց, անկախ նրանից մեկ պտղի կամ երփորյակների հղիություն է։ Միջազգային ACMG ուղեցույցները հստակ հանձնարարական են տալիս, որ այս թեստն անհրաժեշտ է բոլոր հղի կանանց։ Հայաստանում այսօր նախածննդյան սկրինինգային պետական ծրագրում NIPT թեստը ներառված չէ, այն կատարվում է հղիի ցանկությամբ կամ որոշ դեպքերում բժշկի ցուցումով։ Մինչդեռս Կարինե Թոխունցի մեզ մոտ իրականացվող կոմբինացված ՈՒԶՀ եւ սերոլոգիական հետազոտությունը իր ճշգրտությամբ զիջում է NIPT-ին։ Կոմբինացված տեստը ունի շատ կեղծ դրական ցուցանիշներ, այսինքն կեղծ դրական նշանակում է մենք որպես ախտահարված կգնահատենք այն պտուղը, որը իրականում առողջ է։ Եվ այդ դեպքում մենք ստիպված կլինենք անել ինվազիվ, ուրեմն միջամտություն, որը նաև համ ծախսատար է, համ որոշակի փոքր տոկոսով, բայց վտանգներ պարունակում է։ Պրոմտեստ լաբորատորիաները եւ BGI ընկերության ներկայացուցիչները NIPT թեստի հնարավորությունները Երևանում անցկացվող կոնֆերանսին ներկայացնում են մանկաբարձ գինեկոլոգներին, որոնք անմիջականորեն աշխատում են հղի կանանց հետ եւ կարող են անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց կատարել այս հետազոտությունը։ Դահլիճում ոլորտի առաջատար մասնագետներն են, որոնք նաեւ կարծիք ձևավորող են եւ կարող են ազդել առողջապահության ոլորտում որոշում կայացնողների վրա։ Զեկույցներից հետո նրանք քննարկում են ոչ ինվազիվ նախածննդյան հետազոտության Հայաստանում լայնածավալ կիրառման հնարավորությունները։ Արդյոք մեր պետությունն այսօր ի վիճակի է մեկ հետազոտության համար այդքան բարձր գին վճարել եւ արդյոք մեր առողջապահական համակարգը պատրաստ է դրա ներդրմանը։ Պանելային քննարկում ունեցանք, թե որ պարագայում հղի կնոջը ինչ առաջարկել, ինքը դժվարամատչելի հետազոտությունների ցանկին է պատկանում։ Ընդամենը 10 տարի առաջ այս հետազոտության արժեքը ձգտում էր կես միլիոն դրամին, այսօր այն իջել եւ դարձել է 90,000 դրամ։ Ինքը դեռ չի համարվում այնպիսի էժան տեստավորում, որ կարողանանք մեր երկիրը կարծում եմ թույլ տա, որ դա մտնի պարտադիր սկրինինգային ծրագրերի մեջ։ Իսկ այն մտնելու պարագայում միանշանակ մենք բոլոր մանկաբարձ գինեկոլոգներս մեծ երջանկությամբ այն կսկսենք օգտագործել։
Պրոմտեստ լաբորատորիաներում վստահ են, որ թեստի ներդրումը Հայաստանում կմոտեցնի նախածննդյան սքրինինգը աշխարհում ընդունված ստանդարտներին։